Ինչ կասեիք, եթե իմանայիք, որ ձեր անունը կարող է լինել ձեր աղքատության կամ ձախողված ամուսնության պատճառը։ Գիտնականներն ապացուցել են, որ ձեր անվան առաջին տառը ենթագիտակցաբար ստիպում է ձեզ ընտրել սխալ մասնագիտություն կամ նույնիսկ սխալ քաղաքում ապրել։ Այսօր ես ձեզ կպատմեմ ապշեցնող փաստեր ձեր անվան մասին, որոնք ձեզ շոկի կենթարկեն։ Դուք կիմանաք, թե ինչպես կարող է անձնագրում ընդամենը մեկ տառ փոխելը բացել ձեր բախտը կամ փրկել ձեզ տոհմական անեծքից։ Դիտեք մինչև վերջ, քանի որ վերջին փաստը կփոխի ձեր պատկերացումը ձեր ինքնության մասին։ Գիտեիք, որ եթե ձեր ազգանունը այբուբենի վերջին տառերով է սկսվում, դուք ամենայն հավանականությամբ իմպուլսիվ գնորդ եք եւ անիմաստ վատնում եք ձեր փողերը, որովհետեւ մանկուց սովոր եք ցուցակների վերջում լինել ու վախենում եք ինչ-որ բանից ուշանալ։ Իսկ Դենիս անունով մարդիկ ամենահաճախն են ընտրում ատամնաբույր, որովհետև նրանց ուղեղը սիրում է սեփական անվան հնչյունները։ Սա կոչվում է իմպլիցիտ էգոցենտրիզմ։ Էզոթերիկայի տեսանկյունից ձեր անունը ձեր մշտական մանտրան է։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը տալիս է ձեր անունը, ձեր աուրան թրթռում է որոշակի գույնով։ Բայց զգույշ եղեք հայկական ավանդույթի հետ։ Երբ երեխային կոչում են երիտասարդ մահացած բարեկամի անունով, նրանք բառացիորեն կպցնում են այդ մարդու էներգետիկ կոդը երեխայի ճակատագրին։ Թվաբանները պնդում են, որ դա կարող է կրկնել նույն ողբերգությունը։ Հայկական անունները եւ ազգանունները կրում են ազգի գենետիկական եւ պատմական հիշողությունը։ Հայկական ազգանունների մեծ մասը վերջանում է յան կամ էան մասնիկով, ինչը նշանակում է զավակ կամ տոհմից սերված։ Այստեղ է թաքնված ամենակարևորը։ Եթե զգում եք, որ ձեր կյանքը կանգնած է, հնարավոր է ձեր անունը կոնֆլիկտի մեջ է ձեր ծննդյան թվի հետ։ Թվաբանությունը դիտարկում է անունը որպես մաթեմատիկական հաճախականությունների համակարգ։ Յուրաքանչյուր տառ համապատասխանում է որոշակի թվի, իսկ թվերը կրում են տիեզերական էներգիա։ Անունը հանդիսանում է այն ալիքը, որով մարդը հեռարձակում է իր էներգիան տիեզերք։ Շատ հայտնի մարդիկ փոխել են իրենց անունները ոչ թե պարզապես գեղեցկության, այլ ճակատագիրը փոխելու համար։ Անձնագրով անուն փոխելը նման է ձեր էներգետիկ մատրիցան վերագործարկելուն։ Ընկերներ, անպայման լայքեք տեսանյութը եւ միացեք Argan բլոգի էջերին։ Եվ վերջին փաստը, որը ձեզ շոկի կենթարկի։ Կաբալիստները պնդում են, որ անվան մեջ ընդամենը մեկ տառ ավելացնելը կարող է մարդուն դարձնել միլիոնատեր կամ փրկել մահացու հիվանդությունից։ Ինչպես դա եղավ Աբրահամի եւ Սառայի հետ։ Դուք սիրում եք ձեր անունը, թե կցանկանայիք փոխել այն։ Սա Argan բլոգն էր, իսկ ես Argan Ռոբերտին։ Կհանդիպենք։